Տիկին գլխավոր դատախազ, իհարկե մեր գործառույթը այստեղ շատ հստակ է, բարձել արկա է արարողության հանցագործության դեպք եւ տալ համաձայնություն կամ մերժել համաձայնություն քրեական հետապնդում հարուցելու։ Բայց կան որոշակի հարցեր, որոնք կուզենայի ձեզ հղել։ Առաջինը, կաշառքը որպես կանոն հանդես է գալիս բարձր լատենտայնությամբ եւ դրա հայտնաբերումը բավականին դժվար գործընթաց է։ Հիմա տեսեք երկու դրվագով էլ ես օրինակ չեմ կարողանում հասկանալ այդ trigger-ը, այսինքն որտեղից հնարավոր եղավ բացահայտել այդ հանցագործությունները։ Ենթադրում եմ, որ նախաքննական գաղտնիքի տեսանկյունից դուք չեք կարող բացահայտել, բայց տեսեք, խոսքը գնում է ՍԱՏՄ պաշտոնատար անձի մասին եւ ենթադրում է, որ ներքին դիտումը իր հետ է պայմանավորված, որովհետեւ մենք չենք տեսնում կապը, հասկանում եք, ոնց բացահայտվեցին, որտեղից իմացանք, որ անպայման Հովիկ Աղազարյանը պետք է գնա Սևան, պետք է հանդիպումը տեղի ունենա եւ հանդիպման արդյունքում նախ trigger-ը եւ բացահայտումը որտեղից է սկսել, երկրորդ դրվագով, տեսեք, կա Արամ Մկրտչյանի ուղերձը, որը ես ընթերցել եմ, որում ըստ էության վերջինս փորձում է սա դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում, որում վիդեո ուղերձ է ուղարկում, բայց կապը այդ անձի ում հեռախոսը զննվել է այս ամբողջ գործի հետ այդքան էլ հստակ չի երևում եւ երկրորդը ինչ խոշտանգման դեպքի մասն է խոսքը, վերջինս հանդիսացել այդ խոշտանգման հանցագործության դժոխք թե մեղադրվող է եւ ոնց ենք դիտարկում սա որպես ապացույց քրեական դատավարության օրենսդրության տեսանկյունից։ Մյուս հարցը, որ ես պետք է տամ, տեսեք, երկրորդ դրվագում խոսքը գնում է նրա մասին, որ գրություն է ուղարկել պարոն Աղազարյանը, ինքն գլխավոր դատախազ, ես օրական առնվազն 15 հատ գրություն եմ ուղարկում, այդ թվում ձեզ եմ գրություններ ուղարկում, արդյոք գրություն ուղարկելը ինքնին կարա նման խնդրահարույց իրավիճակների հիմք հանդիսանա։ Պատասխանեք, ես արձագանքի ժամանակ կփորձեմ պատասխանել, շնորհակալություն։ Շնորհակալություն, վերջին ձեր հարցից կամ չէ գրություն ուղարկելը ինձնից լավ գիտեք, որ հանցագործություն չի, ես պատասխանելով պարոն Գաբրիելյանի հարցին նշեցի, որ Սիսակ Գաբրիելյանի հարցին նշեցի, որ անձը փորձում է վիճարկել շահադիտական դրդումը, որովհետև ինքնին պատգամավորական լիազորությունների իրացումը մենք չենք մեղսագրում տվյալ դեպքում։ Մենք ասում ենք դու ունեցել ես շահադիտական դրդում իրականացնելու քո պատգամավորական լիազորությունը։ Դու չես անում դա քո մանդատով պայմանավորված քո ստանձնած հանձնառության հիման վրա։ Դու դա անում ես, որովհետև ուզում ես օգտագործել քո օրինական լիազորությունը, իսկ գիտեք դա կաշառքի եւ իրական ազդեցությունն օգտագործելու հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշն է։ Դրա համար, որպեսզի թյուր ըմբռնում չլինի այդ թվում ուսանողների մոտ, գրություն ուղարկելը հանցանք չէ։ Շահադիտական դրդումներով ցանկացած լիազորություն իրականացնելն է հանցանք, որը որ բխում է պաշտոնատար անձին կողմից որևէ առավելություն ստանալուն, ծառայություն ստանալուն, գումար ստանալուն, որևէ կերպ առավելություն ունենալուն։ Ինչ վերաբերում է քրեական վարույթներին, ոչ, խոշտանգումը չի վերաբերում Արամ Մկրտչյանին։ Խոշտանգումը գտնվում է նախաքննության փուլում, ես դրա վերաբերյալ տվյալներ ձեզ չեմ տա, դա հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող գործ է եւ հեռախոսի զննության արդյունքում հայտնաբերվել են այս վիդեոհաղորդագրությունները, որոնք խոշտանգման վարույթի հետ որևէ օրգանական կապ չունեն, ուղղակի հեռախոսի մեջ առկա են եղել եւ վերաբերելի են եղել մեր վարույթին։ Ինչ վերաբերում է առաջին վարույթին, ապա կխնդրեմ երրորդ էջին ուշադրություն դարձնել, որտեղ նշվում է Սլավիկ Կարապետյանի պաշտոնը, սա շատ հետաքրքիր ձևով է բացահայտվել վարույթը, որը հիմա գտնվում է դատարանում, կարող եմ ասել, դա կապված է եղել վարորդական վկայականների տրամադրման մասսայական կոռուպցիոն դեպքի հետ, 3 մեղադրյալներն էլ գտնվում են դատարանում եւ փաստը հայտնաբերվել է այդ վարույթի շրջանակներում իրականացված ՕՀՄ-ի շրջանակներում, ոչ թե ՍԱՏՄ պաշտոնատար անձի, այլ այս տեսուչի Սլավիկ Կարապետյանի նկատմամբ դատարանի թույլտվությամբ իրականացված ՕՀՄ միջոցառման արդյունքում, լրիվ այլ քրեական վարույթով։ Խնդրեմ արձագանք, պարոն Վարդան։ Շնորհակալություն, Տիկին Վարդապետյան, իրոք բավականին հստակ ասեցիք մեր աշխատանքը։ Հիմա տեսեք, բայց այդուհանդերձ ասում եք գործը առանձնացրել ենք եւ ուղարկել ենք դատարան։ Ըստ էության երկու գործերի մասով էլ Հովիկ Աղազարյանի դերակատարությունը կարևոր նշանակություն ունի։ Գործի առանձնացումը, դիցուկ, եթե օրինակ ազգային ժողովը համաձայնություն չտա այսօր, այս հետապնդում հարուցել, արդյոք գործի առանձնացումը արդարադատության շահերից տրամաբանական եք համարում։
Եվ երկրորդ հարցը, տեսեք, խոշտանգման դեպքի մասին չեք ասում, ես էլ նախաքննական գաղտնիքը հարգում եմ, ես չեմ բարձրացնել այդ հարցը, բայց արդյոք դատավարական օրենսդրության տեսանկյունից հանրության համար եմ ասում, այդ նաև երիտասարդության, արդյոք մեկ այլ գործի շրջանակներում ապացույցների ուսումնասիրության արդյունքում մեկ այլ հանցագործության վերաբերյալ վիդեոձայնագրությունների ի հայտ գալը մեր դատավարական օրենսդրության մեջ դասական առումով այդ ապացույցներ ձեռք բերելը դիտարկում է որպես օրինական եւ վերաբերելի ձեռք բերված ապացույցներ։ Շնորհակալություն։ Այո, պարոն Վարդանյան, առաջին կտորին անդրադառնամ, վարույթն առանձնացվել է երկու պատճառով։ Առաջին հերթին գիտեք, մենք ունենք քրեական դատավարության օրենսգրքով քրեական հետապնդման ժամկետներ։ Այն երկու սուբյեկտի հետ կապված քրեական հետապնդման ժամկետների մասով մենք ունենք սահմանափակում եւ ըստ էության ավարտել ենք նրանց մասով քննությունը։ Դա է պատճառը, որ վարույթն առանձնացրել ենք եւ ուղարկելու ենք դատարան։ Ինչ վերաբերում է այս վարույթին, ապա այս վարույթով կարգավիճակ եթե տրվեց անձին, կարգավիճակ տալուց հետո անհրաժեշտ է լինելու ապահովել կոնֆրոնտացիայի իրավունքը եւ եթե մենք այն վարույթը պահենք, մինչեւ սա կգնար, հնարավոր է մենք ժամկետային առումով որոշակի խնդիրներ ունենայինք քրեական հետապնդման ժամկետների հետ կապված։ Դա է պատճառը, որ նա այն վարույթը առանձնացվել է եւ կողմերին ծանուցվել է այդ մասին, ցանկություն չեն հայտնել, ժամանակ չեն ուզել վարույթի նյութերին ծանոթանալու համար եւ վարույթն ուղարկվելու է դատարան։ Դա չի խանգարում արդարադատության շահի տեսանկյունից խնդիր չի առաջացնում, իսկ ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, դուք ինքներդ պատասխանեցիք ձեր հարցին, այո, քրեական դատավարության օրենսգիրքը, եթե ապացույցների ապացողական գործողությունների մասով եթե մեր ուսանողները երրորդ կուրսի գիտելիքներ ունեն, ապա այո, զննվում են եւ վերաբերելի տվյալները մյուս վարույթով կիրառելի են որպես ապացույց պատշաճ զննության դեպքում։